Ցավոը նստած բան է, հեծանիվ ակշում սրտիկ մրտիկ է բանանում։ Դուք տեսել եք, ասենք, դե մի հատ թող այդ հեծանիվը նստի, սրտիկը բանը դնի, մի հատ գնա այդ սրտիկով բանով մի հատ Վրաստան, էլի, ասենք մի հատ Բավրիա անցակետում սրտիկ անի, մի հատ գնա Բագրատաշենում մի հատ սրտիկ ցույց տա, մի հատ անցնի մի հատ էլ Լարսով մի հատ սրտիկ ցույց տա։ Մի հատ գնա այդ բոլոր այդ մարդկանց մի հատ այդ սրտիկներով բանով, սենց բանով, էլի, խոնարհվի մի հատ սրտիկ ցույց տա բանանի։ Չգիտեմ ինչքան կտել որ հեծանիվով գնա, բայց կարծում եմ արդյունավետ, այդ մի հեծանիվ քշելը արդյունավետ կլինի։ Առաջարկ սա հեծանիվը նստի, սրտիկներով բանով, մի քանի հոգի էլ հավաքի իր թիմից, տենց սրտիկ անելով, ստեղից գնան այնտեղ, կարող ահագին օգտակար բաներ կլսեն։ Բեռնատարի վարորդներ կան, որ այնտեղ հիմա չեն կարող բեռնատարները նստեն գան, որովհետև գիտեն, որ իրենք կպատժվեն։ Դրանից տուժում է մեր տնտեսությունը, արտահանումները, ներմուծումը եւ այլը։ Հիմա էլ այս մարդիկ դիմել են ծայրահեղ քայլի։ Հայաստանի Հանրապետության մտնող 3 ուրեմն մեր անցակետերը փակել են, որովհետև այս ընթացքում էլի հստակ պատասխան չի տրվել։ Հիմա էլի որ հարց է տալիս, ասում ես լավ, ժամկետ կարաս ասես, այս մարդը վար կա վերցրել, այս մարդը վարկային պարտավորվածություններ ունի, տնտեսվարող պիտի իր ապրանքը տանի, բերի եւ այլ։ Ասում է չէ, դե մեզնից կախված չի։ Ձեզնից ի՞նչն է կախված։ Ստատուս գրել, թիրախավորել եկեղեցին, ամբողջ օրը բացեք այդ ստատուսները նայեք։ Եկեղեցու թիրախավորում, ուրիշ ամեն ինչով զբաղվում են բացի իրենց գործով։